Եկել եմ ձեզ պատմեմ ամերիկյան ֆիլմ, իրականություն, մեր հայ ընտանիքի հետ կապված ու գնամ իմ գործերով։ Ես միջնորդեցի ընկերոջս և մի ծանոթ աղջկա, որի հետ աշխատում էինք, շատ գեղեցիկ աղջիկ, ոչ իմ ճաշակով, բայց գեղեցիկ, ինչի իմ ճաշակով չէ, որտեղ ես ավելի շատ չէ, ես սիրում եմ թող լինի տգեղ, բայց լինի բնական, ես արհեստական ոչ մի բաների համակրող չեմ, դրա համար մինչև հիմա մնացել եմ, ուրեմն միջնորդեցի իրանք ամուսնացան, աղջիկը 30 տարեկան, ընկերս 35 տարեկան, և աղջիկն էր մեկ անգամ կյանքը չէր ստացվել բաժանվել էր և տղայի մոտ էր բաժանվել, մեկը Ռուսաստանի հայ, աղջիկը Ռուսաստանի հայ է, տղեն Հայաստանի հայ, ընկերս, մի խոսքով ծանոթացրեցի, տաքացրեցի իրար վրա, ամուսնացան, սենց ու 3 ամիս առաջ ունեցան մի հատ շատ լավ բալիկ, շատ լավ լույսի կտոր, գնաց իմ աղարիչ բան, սենց, բայց զգում էի, որ ընկերս, դե իմ ընկերն է, զգում էի, որ մի ձևի է, շատ ուրախ է, բայց սենց մի ձևի է, բան, դե մտածեցի երևի շատ ուրախությունից է, որտեղ երեխա չէր ունեցել, հետո անցնում է մի ամիս հետո, ընկերոջս կուրյաղիքի ցավերա սկսվում մոտը, մի խոսքով գնում են, կուրյաղիք հեռացնում են, պարկած է լինում հիվանդանոց, պարկում է հիվանդանոց, ոբշեմ, էսի էսքանը, ուրեմն 3 առավոտ, այդ աղջիկը, մեր իմ Վահրամ ջան, որ քեզ խնդրեմ, կգաս մեր տուն, շատ լուրջ թեմայի մեջ ենք, այս կողմ են կողմ բան, ասում կլինի գործս ավարտեմ բան, նոր հետո գամ, բա չէ, որ գաս կարող այլ ես տանը չլնեմ, բան, վերջը, տնօրենից խնդրեցի, ասի, գնամ գամ, գնաց, տեսնեմ, ընկերս էլ դե արդեն դուրս էր գրվել, հիվանդանոցից եկել էր, տանն էր, վերջը, դե տենց, տեսնեմ վեշերը հավաքած, մռայլ վիճակ, ընկերս է երեխուն սենց գրկել է, որ սենց ունենց է գրկել, որ սենց զգում ես, որ քիչ անում է երեխուն սեղմի սենց, ոնց ու ես հասկանում եմ արդեն, որ իր այդ գրկել այդ անհանգստություններն է, ոնց որ աղջիկը ուզում է տնից գնա, երեխուներ պիտի տանի, սենց վիճակ է, բա, բա ինչ ա եղել ասում, բա, մեկ էլ այս աղջիկն ասես Ռոմ ջան, ասես մի հատ այս բանը, թուղթը կնայես, ասի ես վերցրեցի անգլերեն էր, թե ես տենց լավ անգլերեն այդքան չեմ լավ հասկանում, բան, ասի միտք ասա, ասի, բան, ասեց էսի, այս թղթերը, ասեց դենկա է, ասի ինչ դենկա, ասեց քո ընկերը ինձանից գախտնի, երեխու իրա դենկա է արել, ասեն ոնց կարա տենց բանը լինի էլի ասենք, ասում ես էլ եմ զարմանում ոնց, բայց ես էլ չեմ կարա իր այդ ապրեմ, որտև դա իմ հանդեպ անվստահություն է ու իմ համար շատ ստորացուցիչ բան է, իմ ամուսինը ինձ չի վստահում, ու այն երեխուն, որ մենք սպասել ենք իրար հետ, ինքը կասկածել է, որ դա ուրիշի երեխա է, հիմա ես սենց նայում եմ, ասում եմ, հո դու դեբիլ չես այդ տղա ասենք էլի, բան, ինչ էր մտքովդ անցել, սենց, ասվա Ռոմ ասում է, օրինակ, որ դու նայում ես, դե արդեն դենկա է արել, գիտի, որ իր երեխին է,
անալիզներով պարզ է, որ իր երեխեն է, փոշմանած վիճակ է, արդարանում է, էլի, ասում է, մի հատ նայ, ասում է, երեխեն ինձ նման է, ասում եմ, դե փոքր երեխեն հիմա կարող քեզ նման չի, ասենք, կարող քո բարեկամներից մեկին է նման, կամ կարող է մոր կողմնա բան, ասում է, չէ, ասում է, նայ, ասում է, ոչ էլ, ասում է, կնգաս է նման, ասում եմ, ու, ասում է, դե ինձ կասկածի տեղիք տվեց, որ ես DNK անեի, ուրեմն ինչի է տանում արհեստական գեղեցկացումը, սիրելի հայ աղջիկներ, որոնք այսօր իրանց փոխում են օտիդո, իրանց դեմքերը փոխում են, դուք հասկացեք իմաստը, մարդը կասկածել է, որ այդ երեխեն իրանը չի, որովհետև ոչ իրանա նման, ոչ իրա կնգանա նման։ Ու պատճառը ամբողջ դեմքի արհեստական վիրահատություններն է, շուրթեր լցնել, քիթ դզել, աչքեր սրացնել, չգիտեմ, ճապոնական ունքեր անել, այս կողմ, այն կողմ։ Ես հիմա հարց եմ ուզում, հարցի ձևով սա նայեք, հարգելի հայ աղջիկներ, քանի որ հիմա կույս լինելը այդքան մոդա չի, ցավոք սրտի, եվրոպական վիճակների եք դուք ավելի շատ ձգտում, մինիմալը գոնե պահեք, որովհետև ես ճիշտ է, աբսուրդ բան եմ ասում, բայց ֆակտ, ճիշտ բան եմ ասում, եղած բանն եմ ասում, բայց Աստված ջան, դուք պատկերացնում եք հանկարծ, ասենք, ձեր ամուսինն էլ, ինչ-որ ձեր ամենասիրելի, ձեր միակը, որ իրոք դուք իրանից այն կողմ ոչ մեկի չեք տեսել ու չեք տեսնում, հանկարծ ու հանկարծ, ասեք դուք կանգնեք այտենց տուպիկի առաջ, ձեզանից դուրս եկածը ձեզ ու ձեր ամուսնուն նման չլինի։ Օրինակ ոնց կնայեք դրան։ Հետաքրքիր է, օրինակ շատ հետաքրքիր է, ինչ կարծիքի եք էլի դուք։ Ձեզ ավելի շատ պետք է լինել անթերի գեղեցիկ, թե լինել բնական, բայց վստահելի։ Այսքան ցավոտ պատմություն։